Ապրիլի 24-ին Թբիլիսիում հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կայացավ պահանջատիրական ցույց Թուրքիայի դեսպանատան առջև։ Դեսպանատան մոտ ցուցադրվել են հայոց ցեղասպանություն 1915-ից 2023 թվականներ թեմայով լուսանկարներ, բազմաթիվ պաստառներ։ Ցույցի ընթացքում մասնակիցները Ադրբեջանում ապօրինի բանտարկված հայ գերիների ազատ արձակման համար կառավարությանն ուղղված խնդրագիր են ստորագրել։ Ապրիլի 23-ին երեկոյան ժամերկության ժամանակ Լոնդոնի Սուրբ Եղիշե հայ առաքելական եկեղեցում ոգեկոչվել է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Միացյալ Թագավորության հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հանդիսապետությամբ արարողությանը մասնակցել են դիվանագետներ, տեղական համայնքների ղեկավարներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Նշվել է նաև ցեղասպանության սուրբ նահատակների սրբադասման 10-րդ տարին։ Աղոթքով ոգեկոչման արարողությանը միացել են Ղպտի ասորի համայնքների պետերը, կաթոլիկ եւ անգլիկան եկեղեցու ներկայացուցիչներ, Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Ապրիլի 24-ին հայոց սուրբ նահատակների հիշատակը ոգեկոչվել է նաև Օքսֆորդի համալսարանական եկեղեցում, որտեղ հայկական ծեսով ժամերգություն է կատարվել թեմակալ առաջնորդ Հովակիմ եպիսկոպոսի նախագահությամբ։ Կատարվել է նաև սրբերի բարեխոսության կարգ։ Ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ է մատուցվել ձեռամբ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի։ Պատարագին ներկա էին քույր եկեղեցիների առաջնորդներն ու եպիսկոպոսները, Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը, դեսպանության աշխատակիցներ, թեմի ազգային իշխանության անդամներ, միությունների վարչականներ ու ներկայացուցիչներ, դամասկահայեր։ Պատարագի ավարտին Սուրբ Սարգիս եկեղեցու բակում գտնվող նահատակած հուշարձանի առջև Դամասկոսի քույր եկեղեցիների առաջնորդների ու եպիսկոպոսների մասնակցությամբ տեղի է ունեցել հայոց ցեղասպանության նահատակների միջեկեղեցական բարեխոսական աղոթք։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։